Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես նախահասար սուր բացահայտման մասին պարզվում է ծափաթաղում կորած երեխային խեղտամահ է արել հայրը։ Ներքին գործերի նախարարն է հայտարարել։ Լրագրողների հետ զրույցում Արփինե Սարգսյանն ասել է, որ բոլոր վարկածները քննարկվել են, ցավոք 3 երեխայի մարմինն է հայտնաբերվել։ Նախնական տվյալներով սպանություն է, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նախնական տվյալներով 2 եղբայրներ դուրս են եկել հանդիպել հորը, որը խեղտել է երեխային։ Հայրը նշել է, թե ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով սպանությունը։ Երեխայի հայրը ձերբակալվել է։ Երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պայծրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք Այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայծրությամբ շատ նախնական տվյալներով 2 եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայծրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Կարող եք ասել հայրը հոգեկան հիվանդ է եղել։ Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների, բայց խնդրում եմ հարգելի գործընկերներ հաշվի երեխա ունի եւ այդ ընտանիքում ապրում էին հորաքրոջ եւս 4 երեխաներ, այսինքն շատ լավ հաշվի առնելով հիմա ընդհանուր մի արձագանքով անդրադառնամ, հաշվի առնելով հարցի զգայունությունը այլ տվյալներ հաղորդել չեմ կարող, բայց վստահաբար կնշանակվեն եւ արդեն իսկ նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում նաեւ առողջական վիճակի մասով մնացյալ հարցադրումները պարզելու տեսանկյունից եւ վստահ թեման կոմունիկացվել է նաեւ տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի նաեւ ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն եւ ընթացք տրվի։ Այս թեմայով հարգելի գործընկերներ, խնդրում եմ հասկանալ, այլ տվյալ հաղորդել չեմ կարող։ Շարունակենք, Ալիևի հայտարարությունները պաշտպանության նախարարը չի մեկնաբանել։ Սուրեն Պապիկյանն ասել է, որ այնինչ չի լսել ու կարդացել չի կարող մեկնաբանել։ Հիշեցնեմ, Ալիևն այսօր հայտարարել է, թե Սևանան լիճ չկա, կա Գյոյչա լիճ։ Ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր չպետք է վախեցնի հայերին, ասել է Ադրբեջանի նախագահը։ Անկեղծ ասած, ես սովորություն չունեմ մեկնաբանել մի բան, որ ինքս չեմ լսել կամ չեմ կարդացել։ Ես ինքս կկարդամ ըստ անհրաժեշտության մյուս առիթի ժամանակ դրան կպատասխանեմ, բայց այն որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից հետո իջել է, փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար, դա փաստ է։ Եվ երբ մենք խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենևին հորինված չէ, դա իրականություն է։ Պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է ստացվել այնպես, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում։ Ազգային ժողովի նախագահն է մեկնաբանել Ալիևի հայտարարությունները։ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ալիևի խոսույթը նախատեսված է ներքին լսարանի համար։ Ազգային ժողովի նախագահը համեմատական է անցկացրել արցախցիների հնարավոր վերադարձի հետ։ Համարում եմ, որ չի բխում այն տրամաբանությունից, որը որ
գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում։ Ես մեկնաբանեցի, չէ։ Ես կրկնում եմ, ես տես բան չեմ տեսել դրա մեջ, ես տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Խաղաղարար, այսպես հայտարարություններ եք դա Ուզում եմ չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետեւ դա անշնորհակալ գործ է, որովհետեւ կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ մարդը դուք որ ասում եք որ գրավելու եք բառ ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով ոչ թե տանկերով այդ նախադասությունը հո ես հիմա այստեղ չհնարեցի իր խոսքից ես եմ հիմա մեջ բերում նորմալ է այսքան Սևանը իրենց ասելով որ Ինչ այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ մենք տանկերի մասին ենք խոսում դա նորմալ է որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան եթե մենք խաղաղություն կարելի է վերջացնել թույլ կտակ վերջացնեմ նկատել եք որ հարցազրույց եմ տալիս թույլ կտակ վերջացնեմ ինչ հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում Գայանե ջան բայց հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում ասեք ես ձեր գործընկերոջ հարցին եմ պատասխանում բայց ընդհատում եք ինձ խոսքը գնում է նրա մասին այո որ եթե խաղաղություն լինի բա խաղաղությունը ինչ է նշանակում որ ուղղակի իրար վրա չեն Լսեք, շատ վատ է անում, որ փոխում է, բայց ինքը իր երկրի համար իր անունն է տալիս, մենք էլ շատ հաճախ շատ տարբեր անուններ են տալիս։ Ներքին գործերի նախարարը խորհրդարանում էր մասնակցելու բյուջեի քննարկմանը։ Արփինե Սարգսյանն արձագանքել է Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին, որը հետաքրքրվել է Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանության գործով։ Նկատելով, որ եթե հարցը վերաբերում է իշխանական որևէ գործ չի, ոստիկանությունը խիստ համաչափ է գործում։ Ընդդիմադիր համայնքապետերին վերաբերող խնդիրների դեպքում ոստիկանության վերաբերմունքն այլ է։ Փետրվարյան դեպքերից հետո հենակետեր են դրվել տների մոտ, բայց ոստիկանությունը չի կարող ամիսներ շարունակ մեկ ոստիկանի կանգնեցնել ինչ-որ մեկի տան մոտ և պահպանել։ Հիմնական կատարողը բացահայտվել է, անձը ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Աննա Գրիգորյանը դարձյալ հարցրել է, արդյոք հնարավոր չէր 6 ամսում կանխարգելել, ըստ նրա նախարարը պատասխանատվություն է կրում չբացահայտելու համար։ Երբ հերթը հասնում է իշխանության ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը, ակնհայտ է, որ դուք բոլոր միջոցառումները ձեռնարկում եք։ Նույնիսկ կարգալույց քահանայի դեպքում այս պահին ոստիկանական ուժեր կան, եկեղեցու կողք, որ նրա անվտանգությունն ապահովեն։ Բայց օրինակ ընդդիմադիր համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի դեպքում, երբ կոնկրետ սպանություն իրականացնող անձը համենայն դեպս ինքը խոստովանել է, որ սպանություն է իրականացրել, տվյալ համայնքում կրակել էր սովորում։ Այսինքն այդ նույն համայնքում մարդը կրակել է սովորում, տարբեր գործողություններ է իրականացնում մինչև սպանության բուն օրը եւ բարձում է դա հնարավոր չի եղել կանխարգելել։ Այդ ինչպես է ստացվում, որ երբ հերթը հասնում է իշխանության ներկայացուցիչներին, բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկում եք, իսկ կոնկրետ ընդդիմադիր համայնքապետի դեպքում, երբ ակնհայտ էր, որ այնտեղ խնդիր կա, չեք կարողացել կանխարգելել եւ թույլ տվեք ասել, որ այո, այդ սպանության պատասխանատուներից մեկը առնվազն չկանխարգելելու մասով դուք եք հանդիսանում։ Ես ուզում եմ սա դուք բաց ներկայացրեք։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ նախարարության կառուցվածքում գործող պետական մարմինների համար տարբերություն չկա։ Գործ ունենք ընդդիմադիր գործչի հետ, թե գործ ունենք իշխանական գործչի հետ։ Սա շատ հստակ է։ Բայց ես ուզում եմ նորից շեշտել, որ ինչքան էլ մենք հանրային տիրույթում անընդհատ ասենք, որ Փարաքար համայնքում տեղի ունեցած իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, քաղաքական իշխանությունն է կազմակերպել, սրանք բոլորը խոսակցություններ են, եւ այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ որ մենք քրեական վարույթով ունենք անցնող հստակ ապացույցներ, որով որ հիմնավորվում է մոտիվը կոնկրետ կատարված հանցագործության եւ դա եղել է այո, որպես փետրվարյան իրադարձության շարունակականություն։ Փետրվարին տեղի ունեցած իրադարձության շրջանակներում ոստիկանության կողմից կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք որպես ռիսկային են գնահատվել ոստիկանության ծառայության կազմակերպման տեսանկյունից եւ մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են, այսպես ասեմ, կազմակերպվել տեղում, բայց կհամաձայնեք, որ մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնացնել մի ոստիկան եւ տարիներ շարունակ այդ ոստիկանին պահպանել այնտեղ։
Բնականաբար կա օպերատիվ աշխատանք, եղել են նաև այլ պրոցեսներ եւ ազդակ, որ այսպիսի բան է կազմակերպվել, թե տեղի համայնքային ոստիկանության բաժնում եւ թե տեղի քրեական ոստիկանության ստորաբաժանումում չեն ստացվել։ Բնականաբար մենք շարունակում ենք օպերատիվ աշխատանքը այս հանցագործության առումով, հիմնական կատարողը, տեսեք դուք նորից ասում եք, հայտարարվեց, որ հիմնական կատարողը կա։ Հիմնական կատարողը Տիկին Գրիգորյան, հարգելի գործընկերներ, բացահայտվել է, անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, ընդ որում դա տեղի ունեցել նաև այն ժամանակահատվածում, երբ որ ես գտնվել եմ Վաղաշապատի ոստիկանության բաժնում, վստահվել եմ, որ process-ը կազմակերպված է եղել պատշաճ, ղեկավարել եմ օպերատիվ խումբը հանցավորության բացահայտմամբ զբաղվող եւ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ օպերատիվ աշխատանքի կազմակերպումը։ Կաթողիկոսի եղբայրը կալանավորվել է 1 ամսով, քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին II-ի 68-ամյա եղբորը Գևորգ Ներսիսյանին ու եղբորորդուն Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար։ Հիշեցնեմ, նրանք մեղադրվում են խուլիգանության եւ էջմիածնում տեխնազուի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։ Նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով։ Հաջորդ կիրակի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետը կմասնակցի Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին, որտեղ կաղոթեն բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Facebook-յան տեսաուղերձով։ Հաջորդ կիրակի օրը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին, որի ընթացքում մենք աղոթք կբարձրացնենք առ Աստված մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության եւ հանգստության համար։ Իսկ այս ընթացքում Մայրաթորը հայտարարել է, որ Թալինի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայրաթորի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Հիշեցնեմ, Տեր Թադեն կոչ էր արել նախորդ 2 կիրակիները մասնակցել Հովանավանքում տեղի ունեցած պատարագներին, նաև հայտնել, որ եկեղեցու սպասավորներից շատերը լռում են կարգալուծության պատժի վախից, երբեմն չհասկացվելու եւ միայնակ մնալու մտահոգությունից։ Ակնհայտ է, որ կարգալույց կաթողիկոսը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, որոնք ուղղակի իր թրիտակով չեն անցնում, համաձայն չեն այն ամբողջ պղծության ծավալին, որն արտադրում է ինքնույն շրջապատը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է ասել, անդրադառնալով Մայրաթորի հայտարարությանը։ Ակնհայտ է, որ հետապնդում է, գերակնհայտ է դա ուղղակի, որ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, ովքեր որ ուղղակի իր թրիտակով չեն անցնում։ Ուղղակի համաձայն չեն այն ողջ անբարոյականության ու պղծության ծավալին, որը արտադրում է ինքը ու իր շրջապատը մերձավոր։ Գուցե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի այդպես ցուցադրաբար պատարակների գնալ, որպեսզի քահանաները հերթով կարգալույց չարվեն։ Իսկ գուցե պարզապես քահանաներին կարգալուծության չակերտավոր կարգալուծության տանող ինչ որ ինքնաբերաբար կարգալույց եղած մեկը հեռանավ է արանից ուղղակի, որպեսզի էլ այդ հարցին մենք չբախվենք այս մինչև առհասարակ էլ, որտեղ պատկերացնում եք ինչքան աբսուրդ է, որ ուղղակի քահանաներին կարգալույց են փորձում անել այն բանի բերումով, որ նրանց մատուցած պատարագին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Դա աբսուրդ է։ Սա այն մարդիկ են, որ օրինակ շատ հաճույքով ձեռք են սեղմել տարատեսակ հանցագործների հետ։ Շատ մեծ հաճույքով պատարագ են մատուցել նրանց առաջ, իդեպ լավ են արել։ Որովհետև քրիստոնեությունը այդ խտրականությունը չի դնում։ Քրիստոնեությունը քահանաներին չի ասում, այ գիտես, ինչ դու ընտրի ում պատարակ մատուցես, ում չէ։ Կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը արդեն մեկ ոտքով դուրս է վեհարանից։ Մեկ ոտք։ Ակնհայտ է, դա այնքան տեսանել է։ Ժողովուրդ ջան, ուղղակի, նայեք, քանի տասնյակ մարդ է ընդամենը մասնակցել իր գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագին։ Պարոն Ալեքսանյան, ձեր հավաքներին էլ 2 անգամ արդեն Հովանավանք է գնացել վարչապետը եւ ինչ փոքրաթիվ մարդիկ են նրա կոչով։ Ժորժ ջան, դա մեր հավաքը չի, դա պատարակ է, ակնհայտ է, որ արդեն 2 կիրակի է, ինչ Հայաստանի ամենամարդաշատ պատարակը տեղի է ունենում Հովանավանքում։ Ու նաև ակնհայտ է, որ Մայրաթորում կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի մասնակցությամբ տեղի ունեցողը
այնքան սակավամարդ է, որ դա նույնիսկ չգիտեմ էլ ինչա։ Ամոթել է ուղղակի, անկեղծ։ Մարդիկ հատուկ հայտարարություն էին տվել, անոնս էին արել, ասել էին կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված, ասել էին, որ Սուրբ Մասունքներ են այդ օրը դուրս բերվել, եւ միևնույնն է դատարկել Մայրաթորի բակը։ Իշխանությունը հայտարարում է, որ հեծի ներսում քրեական սխեմաներ են գործել։ Հեծի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն ասել է, որ վարույթը պետք է տևեր 3 գումարած 1 ամիս։ Հարց է բարձրացրել, ինչու երկարացվեց եւս 1 ամիս։ Ղազինյանը հարցի պատասխան ունի, ասում է, ոչ մի բան չեն գտել, կարող է գտել են ինչ-որ բաներ, որոնք տուգանքի ենթարկելու տուժի նկատողության հարց կարող են առաջացնել, բայց լիցենզիայի զրկելու հիմք չեն գտել։ Ակնհայտ է, որ նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյանի հաշվին։ Ուղղակի մի բան չեն հաշվում, որ չի հաջողվելու, հայտարարել է Ղազինյանը։ Լիցենզիայից զրկելը դա անձին մոտավորապես նույնականացնելը, եթե գնանք քրեական գործով, դա անձին ցամա ազատազրկելն է։ Պատկերացիք չէ, այսինքն այնտեղ սանկցիան ինչ է պարունակում, ինչ որոշ հոդվածների դեպքում որոշակի պատժամիջոցներ։ Երբևէ հեծում չի եղել այդպիսի արարք կամ այդպիսի գործողություն, որը ենթադրեր ոչ թե լիցենզիայի զրկման, դրան մոտ որևիցե պատժ։ Հայտարարում եմ ամենայն պատասխանությամբ։ Իրենց այս ժողովրդի այսպես հույզերի հետ են խաղում իրանք ընդհանրապես, որ տեսեք իմիջիայլոց բան չի փոխվել, եթե ավելի չի վատացել, այդ նույն հոսանքազրկումների պահով, վերջը ես էլ եմ հետևում, չեմ ուզում այսպես ջրաղացին ջուր լցնել, բայց ամեն դեպքում ես էլ եմ հետևում, իմ տունն էլ է վերջը Երևանում, բոլորս տեսնում ենք, չէ՞ որ անդադ մի հատ անձրև նորից հոսանքազրկում, մարդիկ գրում են համապատասխան սուբյեկտի անունը տալով, տարբեր անուններով անվանակոչելով, ուրա մեր լույսը ինչ եղավ եւ այլն, այսինքն դա էլ մենք չենք կազմակերպում, բոլորս ապրում ենք այս քաղաքում եւ հասկանում ենք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Իսկ իրենց գործելավոճը ընդհանրապես ռուսերեն է բառը, հայերեն ամենաթողությունը գեղեցիկ չի հնչում, բեսպրիձել ուղղակի։ Բեսպրիձել այն առումով, որ անում են ինչ ուզում են, խոսում են ինչ ուզում են, ուղղակի այստեղ խնդիրը անցնում է, ստացվում է, թե ոչ։ Իմ կարծիքով չի ստացվում, որովհետև մենք իմիջիայլոց ասեմ, ձեզ հետ վերահսկողական էջ ունենք, որը բավականին ակտիվ իրենց ստերը բացահայտում էր, փակվել է Facebook-ի կողմից, մեր ինֆորմացիայով շատ ազդեցիկ այսպես բողոքների պարագայում է փակվել։ Հիմա փորձում ենք դա բացել կամ այլ էջով, այսինքն ազատ խոսքի երկրորդ կարծիքի ընդհանրապես, նույն հմեկի տարբերակը հրավիրեցի, չէ, ուղիղ այստեղ եթե չեմ սխալվում առաջ անգամ հենց այս դահլիճում հրավիրեցի կառավարչին եւ հանձնաժողովի նախագահին ոչ երկրորդ դեմքերով ուղիղ իրենց եւ հաշվի առնելով որ հանրային հեռուստատեսությունը վաղուց հանրային չի, դա արդեն սեփականի է նմանված իշխանության սեփական հեռուստաընկերություն, չունեմ հնարավորությունը կազմակերպելու, հորդորեցի իրենց կազմակերպել, որովհետեւ դա հեշտ էր եւ փակել եմ էջը իհարկե, բայց պնդում եմ, եթե ես իմ ասած թեմաների հետ կապված որևէ մեկը խնդիր ունի, միջև վարույթը խնդրեմ, պատրաստ եմ ես միայնակ, ուրեմն կառավարչի եւ հանձնաժողովի նախագահի հետ դե մոտավորապես բարձա վարողնելով ալինելու, այդտեղ դառնում արդեն 3-ը 1-ի դեմ։ Դրան էլ եմ պատրաստ։ Այնպես որ գնդակը իրենց դաշտում է բոլոր դեպքերում։ Ֆինանսատնտեսական վիճակը ես զարմանում եմ ինչի կապալառուները, ինչի այդ համագործակցող ընկերությունները ձայն չեն հանում, երևի թե նույն իշխանական վախն է։ Գիտեք, մենք երբ որ չեն վճարում, ուշացնում են ժամկետները, չեն վճարում, գործերի մեջ թերություններ են փորձում այսպես մաս գտնել, որպեսզի խնդրեմ ստեղծել։ Դե գցելու հանգամանքը, գցելը վերջնական կատարված գործողություն է իրավաբանորեն, դրա համար չեմ ուզում ասեմ, գցում են, համենայն դեպս ուշացնելը ենթադրում է, որ ֆինանսական միջոցներ, օրինակ հիմա ասում էր 15 միլիոն, թե ինչքան վարկային միջոցներից փակել եմ։ Իհարկե մենք էլ ոչ մեկի գումար չվճարենք, ոչ մի գործ չանենք, բավականին ավելի շատ կարելի էր փակել։ Գործում են 100%-անոց քարտ բլանշի, այսպես քողի տակ։ 100%-անոց մենք հանձնաժողովին հանգարց նամակ ուշ պատասխանենք, նկատողությունը մինիմում էր, որ մեզ կտային։ Ես ինֆորմացիա ունեմ, որ հանձնաժողովին դեպքեր ա եղել չեն պատասխանել, դեպքեր ա եղել ուշ են պատասխանում, ոչ մի պետական մարմին այսօրվա հեծին չի պատժում, անգամ թող չնեղանան ոչ մեկ, վախենում են մոտենալ, որովհետև համապատասխան սուբյեկտը ունի 100%-անոց քարտ բլանշ, ուղղակի վերջը լավ լինի, որովհետև ինքը գործողվել է այդտեղ ինչ-որ բան գտնելու,
Եթե չի գտնելու, վերջը լավ չի լինելու։ Նաև, բայց ես կարծում եմ, որ այդտեղ Սամվել Կարապետյանին սևացնելը իրենց համար ավելի մեծ նշանակություն, դա իհարկե շատ, այսպես полезный приятным, բայց կներեք ռուսերեն որոշակի արտահայտությունների համար, բայց իմ կարծիքով ավելի շատ խնդիրը դրված էր, որպես այսպես պատկերացրեք դեռևս կուսակցություն չհիմնած, բայց ընդդիմադիր դաշտում ամենաշատ այս սոցհարցումներով ձայն ունեցող մարդուն սևացնել, արանքից հանել։ Դա շատ ավելի իմ կարծիքով կարևոր է, քան մյուսը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ CBS-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինին անվանել է ուժեղ եւ խելացի մարդիկ, որոնց հետ պետք է լուրջ վերաբերվել։ Նրանք երկուսն էլ կոշտ են, երկուսն էլ խելացի են եւ շատ ուժեղ առաջնորդներ են։ Այս մարդկանց հետ խաղալ չի կարելի, նշել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է միջուկային սպառազինությունների հարցով եւ դա քննարկել է Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների հետ։ Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր եւ դա բավարար է աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար։ Թրամփը նաեւ հաստատել է, որ Միացյալ Նահանգները միջուկային փորձարկումներ կանցկացնի, բայց մանրամասներ չի հայտնել։ Նա պնդել է, որ Հյուսիսային Կորեան, Չինաստանը եւ Ռուսաստանը փորձարկումներ են անցկացնում։ Դրա մասին նրանք չեն խոսում, իսկ մենք խոսում ենք, որովհետեւ մենք բաց հասարակություն ենք, նշել է ԱՄՆ ղեկավարը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթն այսօր ժամանել է Հարավային Կորեա բանակցություններ վարելու, որոնք կկենտրոնանան Վաշինգտոնի թերակղզում ամերիկյան զորքերի դերը վերաձևավորելու ծրագրերի վրա, տարածաշրջանային անվտանգության փոփոխվող միջավայրի պայմաններում։ Հեքսեթը երեքշաբթի օրը հանդիպելու է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկի հետ։ Ամենամյա անվտանգության խորհրդատվական հանդիպման շրջանակներում, որը երկու դաշնակիցների միջև ամենաբարձր մակարդակի պաշտպանական երկխոսությունն է։ Բանակցությունների ընթացքում, ինչպես սպասվում է, կքննարկվեն Հյուսիսային Կորեայից եկող միջուկային եւ հրթիռային սպառնալիքների զսպման ռազմավարությունները, ինչպես նաեւ համատեղ ռազմական պատրաստվածության բարձրացումը։ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ ի հեճուկս արևմուտքի պատժամիջոցների եւ գտնվում են պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինը Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ հանճժոում նեղ կազմով հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի կառավարություններն ապահովում են երկու երկրների ղեկավարների կողմից հաստատված բոլոր առաջադրանքների իրականացումը բազմակողմանի համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Միշուստինը խոսելով այլ ուղղություններով Ռուսաստանի եւ Չինաստանի փոխգործակցության մասին, նշել է, որ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը ձեռք է բերել ռազմավարական բնույթ, ընդգրկելով նավթի, գազի, ածխի եւ միջուկային ոլորտները։ Նոյեմբերի 4-ին ակնկալվում է Միշուստինի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը եւ հայտարարել, որ պաղեստինյան Համաս շարժումը պետք է հանձնի վերջին պատանդների աճյունները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կորնելյուսը։ Նա նշել է, որ Մերցը եւ Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հետագա կայունացման ուղիները։ Կողմերը համաձայնության են եկել, որ մարդասիրական օգնությունը պետք է Գազայի բնակիչներին հասցվի անվտանգ ճանապարհով եւ բավարար քանակությամբ։ Համասը պետք է անհապաղ հանձնի վերջին պատանդների աճյունները, ընդգծել է Կորնելյուսը։ Համասն իր մոտ պահվող 3 պատանդների աճյունները հանձնել է Իսրայելին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը Գազայում Կարմիր խաչի միջոցով ստացել են 3 պատանդների աճյունները։ Ակնկալվում է, որ դրանք Համասի մոտ գտնվող 11 զոհված պատանդներից 3-ի աճյուններն են։ Իսրայելը մեղադրում է զինյալներին զոհերի աճյունները փոխանցելու գործընթացը դանդաղելու մեջ։ Մինչդեռ Համասը նշել է, որ աշխատում է այնքան արագ, որքան թույլ են տալիս բարդ պայմանները։ Իսրայելի օդային հարվածի հետևանքով նոյեմբերի 2-ին 1 մարդ սպանվել էր Գազայի հյուսիսում։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ իրենց ինքնաթիռները հարվածել են մի զինյալի, որը սպառնալիք էր ներկայացնում իրենց ուժերի համար։
Թայլանդը եւ Կամբոջան սկսել են վիճելի սահմանի երկայնքով հետ քաշել ծանր զինամթերքը եւ իրականացնել ականազերծման գործողություններ։ Նշված քայլերն իրականացվում են որպես նախորդ շաբաթ հրադադարի երկարաձգման մասին համաձայնության ստորագրմանը հաջորդած գործընթաց։ Թայլանդի կառավարության խոսնակը հայտարարել է, որ իրենք չեն ազատի հակամարտության մեկնարկից ի վեր իրենց մոտ պահվող 18 կամբոջացի զինվորներին եւ չեն վերաբացի սահմանային անցակետերը մինչեւ չհավաստիացնեն, որ Կամբոջան պահպանում է հրադադարը, իսկ Թայլանդի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ սահմանի երկայնքով սկսվել են ականազերծման գործողությունները։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք թմրամիջոցներ ներքնակներում հայ-փոստ ընկերության միջոցով Իսպանիայից Հայաստան ներմուծված առաքանիների զննման արդյունքում կենդանիների համար նախատեսված միանման ներքնակներից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներ լցված կոկաինով, մանրամասները տեսանյութում։ Օրերս պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցների հետ համատեղ վաքսային զննման են ենթարկել հայ-փոստ փակbaşնտիրական ընկերության միջոցով Իսպանիայի թագավորությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված երկու առաքանի։ Արդյունքում կենդանիների համար նախատեսված միանման ներքնակներից հայտնաբերվել են 178 գրամ եւ 250 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակներ, լցված կոկային տեսակի թմրամիջոցներով։ Պարզվել է նաեւ, որ առաքանիների հասցեատերերը բնակվում են տարբեր քաղաքներում եւ առաջին հայացքից իրար հետ որևէ առնչություն չեն ունեցել։ Հայտնաբերված զանգվածների նմանությունը սակայն կասկած է հարուցել մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների մոտ եւ առաքանիները հնարավոր ստացող անձանց վերաբերյալ իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ։ Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները համագործակցելով հայ-փոստի անվտանգության աշխատակիցների հետ ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ 178 գրամ կոկաինի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված միջազգային սուրհանդակային առաքանի ստանալուց հետո Երևան քաղաքում թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ցակացիմնավոր կասկածով ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ԱՍ-ն եւ ԱԵ-ն։ Նրանցից մեկը անձնակախուզարկության ընթացքում ներկայացրել է լիցքավորված թմբուկավոր հրազենային ատրճանակ։ Ձերբակալված անձինք ներկայացվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են։ Հայ-փոստի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվել են։ 250 գրամ կոկային տեսակի թմրամիջոցի փոխարեն այլ զանգվածներով փոխարինված միջազգային սուրհանդակային առաքանի ստանալուց հետո Դիլիջան քաղաքում էլ ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի։ Ձերբակալվածները ներկայացվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են։ Պետմաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի եւ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած լայնածավալ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված առաքանիներում հայտնաբերված կոկային տեսակի թմրամիջոցների Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը եւ այնուհետեւ դրանց ստացումը կազմակերպել ձերբակալված ԱԵ-ն։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ, հայտնաբերվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ։ Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ձերբակալվածներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մեկ անձի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Եվ եղանակ նոյեմբերին ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում կլինի նորմայի սահմաններում դրական շեղումով։ Հիդրոօթերոբութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է կանխատեսումները։ Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը միջին ջերմաստիճանը 4 նիշ, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը բացասական է, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։